Խոստովանություն հաղորդաշարի հերթական թողարկումը նվիրված էր սիրված հաղորդավարուհի Զարա Արամյանի հիշատակին։ Հաղորդավար Արայիկ Համբարձումյանի տաղավարում էին հյուրընկալվել Զարայի ամուսինը Արտաշես Կասպարյանը և դուստրը Էլեն Կասպարյանը։ Արտաշես Կասպարյանը համոզմունքով նշեց, որ Զարան իր համար եղել է ամեն ինչ։ Ամուսնու խոսքով իրենք ունեցել են նույն ճաշակը, նույն մտածելակերպը և կիսվել են ամեն հարցում։ Հաղորդման ընթացքում նույնիսկ հիշատակվեց Զարայի և Արտաշեսի սիրո խորհրդանիշ դարձած Զարի պատմությունը։ Զարան ժամանակին պատմել էր, թե ինչպես է մի օր տուն եկել փոքրիկ տնկին ձեռքում։ Այսօր այն դարձել է հաստաբուն մի ծառ, որն աճում է հենց իրենց տան այգում, որպես իրենց ամուր կապի կենտանի վկայություն։ Անգամ կյանքի ամենածանր պահերին, երբ Զարան առողջական լուրջ խնդիրներ ուներ և թթվածնային սարքեր էր միացված, նա չէր կորցնում իր բարիությունն ու ուրախանալու ունակությունը։ Խոստովանություն հաղորդաշարի շրջանակներում հրապարակված արխիվային կադրերում սիրված հաղորդավարուհի Զարա Արամյանը կիսվել էր իր ամենանվիրական երազանքներով և մտորումներով։ Հաղորդման ընթացքում նրա ամուսինը Արտաշես Կասպարյանը նրան բնութագրեց որպես բացառիկ հավատքի տեր անձնավորություն։ Արտաշես Կասպարյանի խոսքով Զարան մշտապես աղոթքների մեջ էր, սակայն հեռու էր ցանկացած տեսակի աղանդներից։ Իր աղոթքներում առաջինը ես էի, հետո երեխաները, հիշում է ամուսինը։ Նա նշեց, որ Զարան յուրահատուկ էր և իր հավատքով և տարբերվում էր շատերից։ Չնայած առողջական խնդիրներին, Զարան պահպանում էր իր լավատեսությունը և չէր ցանկանում հուսահատեցնել հարազատներին։ Նա հաճախ էր կատակում և հումորներ անում շեղելով ուշադրությունն իր վիճակից։ Հաղորդավարուհին մեծ հարգանքով էր վերաբերվում թե ավագ սերնդի տաղանդավոր մարդկանց և թե երիտասարդներին, նշելով, որ նոր սերունդն ավելի լավն է։ Ես շատ եմ վախենում, մի քիչ առողջական խնդիրներ ունեմ, հանկարծ վախենում եմ չտեսնեմ թոռներիս, ուզում եմ տեսնել, արցունքն աչքերին ասել էր նա։ Զարա Արամյանի համար ապագան հենց իր կարոտն էր։ Նա նշել է, որ փառք է տալիս Աստծուն իր ընտանիքի, հայրենիքի և այն տան համար, որտեղ նա իրեն երջանիկ է զգում։ Արտաշես Կասպարյանը Զարային բնութագրեց որպես ֆենոմենալ հավատքի տեր անձնավորություն։ Նա հստակ գիտակցում էր հեռանալը, ասելով, որ օղակը գնալով նեղանում է, բայց միևնույն ժամանակ վստահեցնում, որ Աստծու մոտ ամեն ինչ լավ է լինելու։ Դուստրը Էլեն Կասպարյանը հուզմունքով նշեց, որ մոր հետ ունեցել է բացառիկ մտերիմ հարաբերություններ։ Նրանք ոչ միայն մայր և դուստր էին, այլև առաջին հերթին լավ ընկերներ, ովքեր քննարկում էին ամեն ինչ։ Զարան միշտ փառք էր տալիս Աստծուն իր դստեր և որդու համար, նշելով, որ միշտ երազել է հենց նման զավակներ ունենալ։ Հաղորդման ամենատպավորիչ պահերից էր Զարայի վերջին գրառման պատմությունը։ Հիվանդանոցում գտնվելու ժամանակ, երբ Արտաշեսը բռնել էր նրա ձեռքը, Զարան լուսանկարել էր այդ պահը և այն զուգահեռել Ադամի արարումը որմնանկարի հետ։ Արտաշես Կասպարյանի խոսքով Զարան շատ խորն ու ինտելեկտուալ անձնավորություն էր, ով սիրում էր կյանքը, ապագան և իր ընտանիքը։ Հաղորդմանը հյուրընկալվել էր նաև Նելի Դուրյանը, ով անդրադարձել էր իր մտերիմ ընկերուհուն Զարային։ Ավելի քան 10 տարվա ընկերական կապի մասին խոսելիս Դուրյանը նշել է. իրենց ծանոթությունը եղել է շատ արագ և անմիջական, կարծես իրար վաղուց ճանաչած լինեին։ Նելի Դուրյանի բնութագրմամբ Զարան առանձնահատուկ էր իր բարությամբ և դրական էներգիայով։ Անչափ բարի և կամեցող մարդ էր։ Չեմ նկատել, որ որևէ մեկին վատ է ցանկանար։ Դա իր ամենադրական գծերից մեկն էր, նշել էր նա։ Հարցազրույցի ընթացքում Դուրյանը նույնիսկ նշեց, որ այն պահերին, երբ իրեն լավ չէր զգում կամ ցավեր ուներ, նա ջանում էր ցույց չտալ, որպեսզի չծանրաբեռնի մտերիմներին։ Ընկերական հավաքույթների ժամանակ Զարան միշտ եղել է ուշադրության կենտրոնում, իր հումորով ստեղծելով տոնական մթնոլորտ։ Եթե որևէ մեկը մի բան կորչում էր տեսադաշտից, նա անմիջապես արձագանքում էր և հետաքրքրվում։ Դրանք հիշողություններ են, որոնք ժպիտ են բերում Նելի Դուրյանին։ Խոստովանել է նա, որ նույնիսկ հիմա, երբ լսում է Զարայի անունը, առաջին հերթին աչքի առաջ գալիս է նրա բարի ու գեղեցիկ ժպիտը։ Զարան այնպիսի մարդ էր, ում ներկայությամբ հնարավոր չէր տխրել, քանի որ նա գիտեր ինչպես սեփական ապրումները մի կողմ դնել և լույս սփռել իր շուրջը։ Հաղորդավարի հարցին, թե կա արդյոք մի խորհուրդ, որը Զարան տվել է նրանց և որը մինչ օրս ուղեցույց է հանդիսանում, նա նշեց. դա այն խորհուրդն է, որ պետք է գնահատել ամեն վայրկյանը, գնահատել ընկերությունը և երբեք չկորել։ Նա անսահման շատ էր սիրում մեզ, հուզմունքով նշեց նա։ Հաղորդման առանցքային թեմաներից մեկը Էլենի և նրա ընտրյալի Մհերի հարաբերություններն էին։ Էլենը պատմեց, որ սկզբում Մհերը նրանց ընտանիքի համար պարզապես մտերիմ ընկեր էր, ինչը որոշակիորեն բարդացրել էր իր կարգավիճակը, ընդունումը հարազատների կողմից։
Էլենի խոսքով նրանց սերը ծագել է անսպասելիորեն և սկզբում նույնիսկ ինքն է դժվարությամբ հաղթահարել ընկերոջ լինելը։ Էլենը հիշեց մի զվարճալի և միևնույն ժամանակ հուզիչ դրվագ, երբ մայրը Զարան առաջինն էր նկատել նրանց միջև եղած կապի մասին։ «Մի անգամ տանն էինք, մհերը մեզ տեսության էր եկել, Մալինա էր բերել։ Նրա գնալուց հետո մայրս նայեց ինձ ու ասաց. «Էլ, ինձ թվում է նա հավանում է քեզ»։ Հետո մի փոքր դադարից հետո ավելացրեց. «Բայց ոնց որ թե դու էլ իրեն ես հավանում»։ Չնայած սկզբնական զարմանքին, Էլենը նշեց, որ մհերը և Զարան շատ արագ լեզու գտան և մտերմացան։ Զարա Արամյանի բաց, հասկացող և երիտասարդական մտածելակերպի շնորհիվ նրանք դարձան լավ ընկերներ, ովքեր կարող էին ժամերով կատակել և զրուցել, հաճախ անտեսելով նույնիսկ Էլենին։ Իսկ այժմ առաջարկում ենք ևս մեկ անգամ վերհիշել Զարա Արամյանի լուսավոր և վառ կերպարը։